Շենգավիթ բժշկական կենտրոնում կատարակտի շտկման հերթական վիրահատությունն է։ Բժիշկը մանրադիտակի կիրառմամբ հեռացնում է ախտահարված ոսպնյակը ու տեղադրում արհեստականը։ Այս դեպքը առանձնանում է նրանով, որ ոսպնյակի պղտորումից բացի առկա է նաև տեսողության շատ մեծ անկում։ Բարդությունը նրա մեջ էր, որ պացիենտի մոտ բացի այն, որ կար կատարակտ, կար նաև -30-ի կարգի կարճատեսություն։ Ժամանակակից տեխնոլոգիաների եւ բարձրակարգ մասնագետների շնորհիվ Շենգավիթ բժշկական կենտրոնում հնարավոր է նմանատիպ բարդ խնդիրների արդյունավետ լուծումը մեկ վիրահատությամբ։ Հատուկ ոսպնյակ կա դրվում աչքի մեջ, որը արդեն ֆոկուսավորում է եւ հեռուն եւ մոտիկը եւ պացիենտը ունենում է արդեն լավ տեսողություն առանց ակնոցների։ Կատարակտը կամ ոսպնյակի պղտորումը աչքի ամենատարածված հիվանդությունն է, որի հիմնական պատճառը տարիքային փոփոխություններն են։ Ժամանակին չբուժելու դեպքում այն կարող է հանգեցնել կուրության։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պարբերաբար հետազոտվելը։ Հիմնական բուժման եղանակը վիրահատական է։ Ուղղակի պետք է ժամանակին հայտնաբերել եւ այդ պատճառով 40-50 տարեկանից հետո խորհուրդ է տրվում գոնե տարին մեկ անգամ հետազոտվել, որպեսզի եթե հայտնաբերում է ժամանակին վիրահատել, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ այս վիրահատությունը կատարվում է բավական հեշտ ու արագ։ Պացիենտին մեծ անհարմարություն չի պատճառում ու չի պահանջում հոսպիտալացում։ Կատարակտայի վիրահատությունը հիմա բավականին հեշտ վիրահատություն է դառել։ Ֆակոեմուլսիֆիկացիա մեթոդի ի հայտ գալու հետ մեկտեղ վիրահատությունը արվում է տեղային անզգայացման տակ, փոքր կտրվածքների միջոցով 2-2.2 մմ-անոց կտրվածքի միջոցով վիրահատությունը ամբողջությամբ մտնել դուրս գալով 15-20 րոպե։ Պացիենտը պալատում 1 ժամ պառկելուց հետո ես նայում եմ, հետո ճանապարհում եմ տուն։ Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության լազերային կորեկցիայի կենտրոնում իրականացվում են աչքի բոլոր տեսակի հետազոտություններն ու միջամտությունները։ Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով եւ բարձրակարգ մասնագետներով, որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում ու արդյունավետ բուժում։